Մայրաթորի կողմից անօրինական ճանաչված ու վարչապետի մասնակցությամբ անցկացված պատարագի ընթացքում միակ քաղաքացուն, ով փորձեց մյուսներից տարբերվող տեսակետ հայտնել, լռեցրին բառից բուն իմաստով։ Քաղաքացու բերանը ձեռքով փակեցին ու հովանավանքից ուժով հեռացրին, երբ փորձեց բացականչել։ Ստեփան Ասատրյանը, նույն ինքը կարգալույց հռչակված Տեր Արամը, պատարագ մատուցելու իրավունք չունի։ Այս միջադեպից քիչ անց նախկին քահանան եկեղեցու խորանից երախտիկի խոսքեր շռայլեց վարչապետ Փաշինյանին, մեջբերեմ իր բերանը բաց պահելու համար։ Իմ շուրթերով ես չեմ խոսում։ Աստված խոսում է մեր բերանով։ Երբ որ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը։ Իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովուրդը։ Որովհետև ուզում է, որ իր ժողովուրդը Աստծո խոսքը լսի։ Ահա, պարոն վարչապետ, ձեր ներկայությունը այս բերանի բաց պահելու։ Կարգալույց քահանայի շնորհակալական խոսքերից հետո ծափողջունների ժամանակն էր։ Ինչի համար իմ շնորհակալությունը հայտնում ձեզ ամենին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարները։ Հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ հովանավանքում իշխանական դեմքեր գրեթե բոլոր անկյուններում կարելի էր տեսնել։ Պատգամավորներ, մարզպետներ, ավագանու անդամներ, ցանկը կարելի է շարունակել։ Կարգալույց եղած կաթողիկոսին չի կարա կարգալույց անի։ Մայրաթորը մի քանի օր առաջ Տեր Արամին կարգալույց հռչակեց ու արգելեց եկեղեցական ծեսեր կատարել։ Իսկ Կիրակնօրյա պատարագի անցկացումը մեջբերեմ հոգեկործան նախաձեռնություն անվանեց, հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է։ Նախորդին էլ Արագածոտնի թեմա հայտարարեց։ Մի շարք հոգևորականներ Կիրակի առավոտյան քննչական կոմիտե ներկայանալու ծանոթագրեր են ստացել, որպես վկա հարցաքննվելու համար։ Տեղեկացրին գնալ չեն կարող ու ընդգծեցին, թե իրավապահները փորձում են Արագածոտնի մարզն առանց պատարագի թողնել։ Ներփակ նամակին ներփակ գից եկել է նաև դիվանապետ Աշակ Սրբազանի։ Անցնող օրերին հովանավանքում հոգևոր կյանքին ոչ հարիր կրքեր էին բորբոքվում։ Տեր Արամը հրաժարվեց ընդունել Մայրաթորի որոշումը, իսկ այն օրը, երբ նրան հեռանալու պահանջով ծանոթագիր բերեցին, եկեղեցու բակում հրմշտոց սկսվեց։ Բանը նույնիսկ սեռական բնույթի հայոյանքների հասավ տեղում աշխատող լրագրողների հասցեին։ Նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Դե կտենաս։ Ոստիկանների մշտական հսկողության ներքո կարգալույց քահանան շարունակեց իր ծառայությունը, իսկ արդեն այսօր ուժայինների թիվը հովանավանքում շատ ավելի մեծ էր։ Չնայած Փաշինյանի վստահեցումներին, թե կաթողիկոսին հեռացնելու արշավը ինքը ոչ թե որպես վարչապետ, այլ որպես հասարակ հայ քրիստոնյա է առաջնորդում, անվտանգային միջոցառումների շարավիղը մի քանի կիլոմետրի էր հասնում։ Մայրուղու տարբեր հատվածներում պարեկային ծառայության բազմաթիվ մեքենաներ էին կանգնած։ Հիմնական ճանապարհից հովանավանք տանող փողոցները փակ էին։ Եկեղեցուն հարակից տարածքում էլ ոստիկանություններ հերթապահում, անձամբ ոստիկանապետի հսկողությամբ։ Մենք այս պահին հասարակական կարգ ենք ապահովում։ Ու մինչ վարչապետ Փաշինյանը կարգալույց հռչակված քահանայից շնորհակալական խոսքեր էր ստանում, մի խումբ քաղաքացիներ Մայրաթորի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանին ու թեմի հոգևորականներից հայ շնորհ Կաբեղա Պալոյանին հովանավանքին մոտենալ թույլ չէին տալիս։ Վերջինս պարզապես խնդրում էր գնալ եկեղեցի աղոթելու համար։ Վերևը եկեղեցի կա, գելեք բոլորս միասին կգնանք։ Հիմա կգնանք։ Մինչև այդ ախր Մենք ուզում ենք որ Եկեք աղոթ կանեք կգնանք։ մենք ձեզ հիմա խնդրում ենք որ գնանք ընդ դուք։ Եկեք աղոթ կանեք գնանք։ Արկելն եք աղոթնել եք արկելն եղբայր։ Չենք արկել։ Հարավորվենք։ Վարչապետն ինչպես ծափողջունների ներքո եկավ, այնպես էլ հեռացավ։ Նրան մոտենալու ու հարց տալու հնարավորություն չունեցանք։ Անվտանգության աշխատակիցները արգելափակել էին մեր ճանապարհը։ Առաջանալու հնարավորություն չկա, վարչապետի անվտանգության ծառայությունը փակել է այն կողմ տանող ճանապարհը, առաջանալ պարզապես չեն կարող։
Մեկ այլ միջադեպ քիչ անց եկեղեցում գրանցվեց։ Մի քաղաքացի կարգալույց քահանայի ձեռքից վերցրեց ավետարանը ու պնդեց, թե նա իրավունք չունի այն ձեռքում պահելու համար։ Հետևեց պատարագի մատուցմանը մասնակցած մի սպասավորի փողոցային բառերով համեմված արձագանքը։ Նրանք ամենևին մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը եւ արտապատիժը։ Վաղարավոտյան կարճ տեսանյութ հրապարակելով Փաշինյանը հայտարարեց. Հովանավանքի պատարագը մեջբերեմ Մայրաթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը ներառյալ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու քահանաները։ Սիրում եմ բոլորիդ եւ աղոթում եմ բոլորիդ համար։ Թե կոնկրետ ինչ գործողություններ կհետևեն, վարչապետը չմանրամասնեց։ Ամիսներ առաջ, երբ այս արշավը դեռ նոր էր թափ հավաքում, Փաշինյանը Էջմիածնում սպասվող հոգևոր հավաքի մասին էր ազդարարել, որը մինչ այս պահը չի անցկացվել։ Արդյոք առաջիկայում նման քայլի կգնան։ Տեղեկություն չկա։ Պատարագից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից փորձեցինք բարձաբանումներ ստանալ։ Դա ամենատիպիկ գործնական քայլն է, որ այս իրականության մեջ եկեղեցի են գալիս, պատարագի են գալիս 10,000 եւ ավելի մարդ։ Իսկ կարող է մենք եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատենք եւ միշտ գան 10,000 եւ ավել մարդ եւ չգնան մի քանի տասնյակ մարդ, ցավոք սրտի եմ արտոնել։ Մեր այն դիտարկմանը, որ հավաքվածների շարքերում քիչ չէին նաև ամենատարբեր օղակները ներկայացնող իշխանականները, քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահն այսպես արձագանքեց. Մենք իրավունք չունենք գնալ պատարագի, իրավունք չունենք հաղորդություն ստանալ։ Սա այս բաժանումը ես չհասկացա։ Համայնքապետերի տեսա տարբեր տեղերից։ Եվ այդ մարդիկ իրավունք չունեն։ Ասում եք հազարավոր մարդիկ են գալիս, նրանց մի մասը գոնե մի մասը, այո, մի մասը ոչ, տասնյակ հազարավորներն էլ են մեր թիմակիցները չեն եկել։ Հովանավանքի ներսում եւ հարակից տարածքում նաեւ ԿՊԱ-ական համայնքապետերի հանդիպեցինք։ Թարինի քաղաքապետը պատարագից հետո սոցցանցում պարծենում էր, ներկայացել է համայնքի բնակիչների հետ։ Իսկ Մայրաթոռում այսօր անցկացված պատարագից հետո կաթողիկոսի թափորի շարքերում քայլում էր նաև կարգալույց հռչակված Տեր Արամի հարազատ եղբայրը Անուշաբան Սարգսակ Ասատրյանը։ Ըստ մի շարք լրատվամիջոցների հոգևորականների հետ զրույցներում նա եղբոր քայլերն անընդունելի է համարել։